Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք գիտենք Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ են գործում, հայտնում են, թե մեղադրողների ելույթներից հետո խոսքի իրավունքը փոխանցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նրանց ադրբեջանցի այսպես կոչված պաշտպաններին։ Բակո Սահակյանը դատարանում հայտարարել է, որ հաջորդ նիստի ընթացքում ցանկություն ունի օգտվելու արձագանքի իրավունքից, իսկ Արայիկ Հարությունյանը դարձյալ չի ընդունել իրեն ներկայացվող մեղադրանքները։ Իրավական մասով նշեմ, որ վերաքննիչ ատյանը կրկին ձևական կրկնողություն է իրականացնում որոշ դատավարական գործողությունների, որոնք տեղի էին ունեցել ռազմական դատարանում։ Մենք այս գործընթացը արդյունավետ չենք համարում, ավելին հանրային պաշտպանները բողոքարկում են իրականացրել առանց դատավճիռներին ծանոթանալու։ Առ այսօր էլ նրանցից շատերը մեզ հետ նամակագրության մեջ ընթացքում պնդում են, որ չունեն դատավճիռների ամբողջական տարբերակը, ուստի չեն կարող տրամադրել ընտանիքի անդամներին։ Այստեղ միտումնավոր գործողություններ ենք տեսնում, որ դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը փորձում է կանխել միջազգային գործընթացները։ Սրանից զատ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նաև արձանագրում է, վերջին շրջանում Բաքվում ապօրինաբար պահվող հայերի վիճակը վատթարացել է։ Տեղեկություններ կան նրանց նկատմամբ կիրառվող հնարավոր բռնությունների վերաբերյալ, որոնք այս պահին ճշտելու հնարավորություն Երևանում չունեն։ Ադրբեջանական զնդաններում գտնվող 20 հայերի փաստաբաններն այժմ պատրաստվում են այս հարցով միջազգային դռները թակել։ Մենք տեսնում ենք վատթարացում, արտաքին աշխարհի մեկուսացվածությունը գնալով խորանում է, ինչպես գիտեք, Կարմիր խաչը վերջին այցելությունը իրականացրեց փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա 25 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո որևէ անկախ կառույց չի կարողացել տեսակցել հայերին։ Ընտանիքների այցելությունները դարձյալ գործնական չեն, անկախ բժիշկների մուտքը ապահովված չէ, հյուպատոսական այցելությունները չեն կազմակերպվում։ Բաքվում գտնվող գերիների ընտանիքներն էլ արդեն տևական ժամանակ զրկված են իրենց հարազատներից տեսաձայնագրություններ ստանալու, ինչպես նաև նրանց Ադրբեջան անձնական օգտագործման համար նախատեսված ծանրոցներ ուղարկելու հնարավորությունից։ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ վերջին ժամանակահատվածում էականորեն կրճատվել է նաև հեռախոսազանգերի տևողությունը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար ռեպրեսիվ, պատժողական մոտեցում են ցուցաբերում հայ գերիների պատանների նկատմամբ, որը պարզապես հակահամակարգային է խաղաղության գործընթացին կամ խաղաղության երազանքին։ Բաքվի վերաքննիչում հաջորդ նիստը հուլիսի 31-ին են նշանակել։ Իրավապաշտպաններն ասում են, առաջիկա շաբաթների ընթացքում սպասում են ինչպես Բաքվի, այսպես կոչված դատական գործընթացի, այնպես էլ միջազգային իրավական հարթակներում նախաձեռնվող քայլերի հետ կապված զարգացումների։ Այդ ընթացքում սակայն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի ճակատագրի վերաբերյալ անկախ տեղեկությունների բացակայությունը շարունակում է մնալ ամենամեծ մտահոգություններից մեկը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։